Եվ կանխատեսում էին, որ այսօր եւս մի քայլ նիկոլական ռեպրեսիվ ապարատը կձեռնարկի, ինչը եւ տեղի ունեցավ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք են առաջադրել ու արգելել երկրից բացակայել։ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է տեղեկացնում։ Ըստ նրա, Սարգսյանին մեղադրանք են առաջադրել հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքների դրվագով։ Ընդ որում, ըստ Աշոտյանի, դեռ 6 տարի առաջ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ Բաղդասարովը հերքել է դրանց իսկությունը։ Ռուսախոս Բաղդասարովը հրաժարվել է ցուցմունքներից, նշելով, թե սխալ են թարգմանել իր ասացները, պատմում է Հանրապետական կուսակցության փոխնախագահը։ Գիտեք, նա ռուսախոս էր եւ սխալ թարգմանության կամ ուղղորդված սխալ, եթե ավելի այդպես ուղիղ խոսենք, թարգմանության արդյունքում այդպիսի զավեշտալի մեղադրանքներ տեղ էին գտել արձանագրության մեջ։ Միխայիլ Բաղդասարովը մահացել է 2020 թվականին, եթե նա ժամանակին հրաժարվել է այդ ցուցմունքներից, ինչպես են առանց կողմի մասնակցության դատարանում պնդելու այդ ցուցմունքների արժանահավատությունը։ Կամ այնտեղ չեպե չկա, դուք հիմա նախագահի գլխին սարքելու համար ուրիշ թեմա չեք ունեցել եւ չեք հորինել, հանել եք փոշոտ դարակներից մի դեֆեկտավոր այսպես ասած փաստաթղթեր եւ փորձել եք դրա հիման վրա նախագահին արգելել մեկնել երկրից, կամ էլ եղել է հանցագործություն, որ դուք 6 տարի պարտակել եք փաստորեն, չուղարկելով այն ժամանակին դատարան։ Չէ, իհարկե կա նաեւ երրորդ տարբերակը, որը զավեշտալի կարող է թվալ, բայց հաշվի առնելով, որ այս ամբողջը զավեշտալի է, որ լուսահոգի Միխայիլ Բաղդասարովը վերակենդանացել է եւ նոր ցուցմունք է տվել երրորդ նախագահի դեմ։ Թե ինչ բովանդակությամբ են հանգուցյալ Բաղդասարովի ցուցմունքները, ոչ Աշոտյանը, ոչ էլ հետապնդումը հարուցած դատախազությունը չեն հրապարակում։ Իրավապահ կառույցից Ազատությանը միայն հայտնեցին, թե նոր մեղադրանքը խոշոր չափերով կաշառք ստանալու հոդվածով է։ Եվ այնքան ակնհայտ էր, որ այդտեղ թեմա չկա, պրոբլեմ չկա, Սերժ Սարգսյանի վրա չեպե չկա, կեղծ չկա, որ անգամ իրանց հորինված շինծու ընդհանուր գործի մեջ այդ թեման չեն ներառել։ Իսկ այդ դրվագը գոյություն չունի դատական ատյանին փոխանցված գործի մեջ։ Միկա Բաղդասարովը Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից է եղել ու Սարգսյանին առնչվող գործերից մեկով էլ նշվում է, թե Սարգսյանն հանձնելով լիազորությունները ի թիվս այլ պաշտոնյաների Բաղդասարովի կազմակերպությանն էլ արտոնություններ է տվել։ Այս գործը դատարանում է ու Բաղդասարովի ցուցմունքների դրվագը, որից կենդանության օրոք դեռ Սարգսյանի հետ առերեսվելիս հրաժարվել է, չեն ներառել գործում, շեշտում է Արմեն Աշոտյանը, այսինքն չեն համարել ապացույց։ Իսկ այսօր, երբ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսած Սարգսյանին ուզում են արգելել երկրից դուրս գալ, կարճել են այս արդեն հերքված ցուցմունքներից, ասում է Սարգսյանի թիմակիցը։ Սա մեզ չի զարմացնում, բայց զայրացնում է այն տկարամտությամբ, այն լկտիությամբ, այն հաբրգածությամբ, այն անպատժելիությամբ, որով Նիկոլ Փաշինյանը եւ իր կամակատար դարձած իրավապահ համակարգը ափաշկարա բացահայտ կերպով խախտում են բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում նաև երրորդ նախագահի ֆունդամենտալ հիմնարար իրավունքներ։ Ընդ որում, Միկա Բաղդասարովին առնչվող գործով, որտեղ բացակայում է նրա ցուցմունքների դրվագը, Սարգսյանին երկրից բացակայելու արգելք չի կիրառել դատարանը, շեշտում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Երրորդ նախագահի առնչությամբ մի քանի գործ կա դատարանում, որոնք 2 վարույթով են քննում։ 2 դատավորն էլ 3 մերժել են դատախազության միջնորդությունը, որ պահանջում էր Սարգսյանին արգելել երկրից դուրս գալ։ Մեղադրողի պահանջը դատարանը քննել է նաև նախօրեին գիշերը։ Հաջորդ օրն էլ շարունակվել են նիստերը։ Անգամ երբ դատավորներից մեկի եղբայրը հանկարծամահ է եղել, մանրամասնում է Աշոտյանը։ Այնքան էր նիկոլական պրոպագանդան, նիկոլական ապարատը, Նիկոլա անձամբ այդ խնդրով շահագրգիռ, որ անգամ դատավորներից մեկին իր հարազատի սքվար արարողություններից կտրել, բերել էին եւ փաստացի ստիպել էին նիստ անցկացնել։ Դատախազությանն ինչն է ստիպել, որ երրորդ նախագահի տեղաշարժի իրավունքը սահմանափակեն։ Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասաց, դատարանում ընդհանուր մի պատճառաբանություն է ներկայացրել։ Փաստաթուղթ որտեղ արձանագրված էր, որ օպերատիվ տվյալներ կան, որ Սերժ Սարգսյանը նպատակադրված է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել, ոչ հիմնավորումներ կար, ինչպես են ստացել, ումից են ստացել։ Սարգսյանն էլ դատարանում վստահեցնում էր, որ ոչինչ չի ստիպի իրեն փախուստի դիմել իր երկրից։ Որ նույնիսկ եթե ես վստահ եմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի,
Ես այս երկրից չեմ թաղես, իմ երկիրն է, այս իրանց երկիրը չէ, իմ երկիրն է, ես իմ երկրից ու պետք է փախչեմ։ Ինչն է պատճառը, որ ամեն գնով Սերժ Սարգսյանին արգելում են Հայաստանից դուրս գալ։ Արմեն Աշոտյանի վարկածներից մեկն էլ այն է, որ Սարգսյանը վաղը հարցազրույց է տալու YouTube-յան ալիքներից մեկում, ու գուցե այդ պատճառով Փաշինյանի նյարդերը լարվել են։ Սերժ Սարգսյանը